Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է իր իսկ ձևակերպմամբ մտահոգիչ ու վտանգավոր հետընտրական տրամադրություններին, շեշտելով, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երևույթը, Տեր-Պետրոսյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե պետք չէ մեղադրել հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ժողովրդին։ Պահն է թերևս բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին եւ ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է։ Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի եւ քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը եւ հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում են իրենց վերարտադրությունը։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մոտ 25,000 ձայն ստացած եւ խորհրդարանից դուրս մնացած կոնգրես ՀԺԿ դաշինքի ղեկավարը շեշտում է, որ հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային լինի, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը։ Դիմադրելու պարագայում ընտրակաշառքը ստիպելով կխոթեն նրա գրպանը, մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին աշխատանքից ազատելու սպառնալիքով եւ այլն։ Վստահաբար ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով։ Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին, մեղադրելու, անարգելու եւ կշտամբելու փոխարեն ժողովրդին ընդհակառակը իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը 2 տասնամյակում պարից բուն իմաստով ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայն ու միայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թվականների սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը։ Ընտրություններից բացի իր հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնում է նաև Ղարաբաղյան խնդրին, կրկին շեշտելով, որ ավելի լավ լուծում, քան այնինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեև կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչ մի թիվ հողականների պնդումներին, սակայն գործընթացի ձգձգումը եւ ստատուս քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է եւ մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ։